Այսօր զրույցի եմ հրավիրել թուրքագետ Նելի Մինասյանին, Տիկին Մինասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու, մեր ստուդիա գալու համար։ Երբ վարչապետը Տիկին Մինասյան հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, նա այդպիսով չի փակում Թուրքիայի կողմից 110 տարի առաջ կատարվածի ճանաչման թեման ու ոչ միայն Թուրքիային, այլև աշխարհին ձեր կարծիքով ինչ ուղերձ է հղում։ Իմ կարծիքով ուղերձը աշխարհին չի հղված, այլ ուղերձը կոնկրետ հենց մեր հարևանների հետ է կապված, այս դեպքում Թուրքիայի, եւ չի փակում ինքը ցեղասպանության ճանաչման, այսպես ասեմ, գործընթացը։ Զուգահեռ ուղղակի տանեմ, տեսեք առաջին նախագահի ժամանակաշրջանում ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններում չի եղել, բայց ամենամեծ գործն արվել։ Հայաստանում ցեղասպանության թանգարան ինստիտուտ ըստ էության կառույց, որը զբաղվում է խնդրով, խոշոր գիտաժողով 80-ամյակի նվիրված եւ այս կարևոր եւ նաեւ մի շարք խոշոր երկրներ են հենց 90-ականների սկզբնական հատվածում, 90-ականներին ճանաչել, տեսեք մեկը մյուսին չի խանգարել։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություն չդառնալը դա ոչնչով չի խանգարում մեզ, որպեսզի մենք առաջ տանենք մեր հակառակը, մեզ համար ինքը անգամ դիվանագիտորեն գործելու ավելի մեծ դաշտ է բացում, որովհետև պետությունը ինչ-որ առումով սահմանափակ է իր գործողությունների մեջ, իսկ հանրությունը, նույն Սփյուռքը, նույն Հայաստանից գիտնականները եւ այլն ավելի լայն գործունեություն կարող են ծավալել։ Չի փակում թեման։ Տիկին Մինասյան, դուք հետևում եք ներթուրքական զարգացումներին, Հայաստանի հռետորաբանության փոփոխության պայմաններում, Թուրքիայում ուզում եմ իմանալ ինչպես են արձագանքում Երևանից ստացվող այս մեսիջներին, դա կարգավորման հարցի վրա ձեր կարծիքով ունի ազդեցություն, թե առանցքում հայ-ադրբեջանական կարգավորումն է։ Գիտեք, իմ կարծիքով մենք հայ-թուրքական հարաբերությունների բուն կարգավորման գործընթացի մեջ չենք, որ դա ազդեցություն ունենա, թե չունենա։ Ճիշտ է, գնում է որոշակի գործընթացներ։ Օրինակ Անտալիայի ֆորումում նաև մեր արտգործնախարարը հայտարարեց, որ Անիի կամուրջի հետ կապված հանդիպումներ է եղել եւ կարծես թե ինչ-որ պայմանավորվածություններ կա արդեն, ուրեմն մյուսը երկաթուղու հետ կապված, բայց մենք դեռ տեսանելի արդյունքներ չունենք, հետեւաբար գործընթացը դեռ չենք կարող գնահատել, այսինքն մեզ համար դեռ գործընթացը բայց հայտարարվել է այդ գործընթացի մեկնարկի մասին հայտարարվել է, բայց տեսեք, օրինակ գործընթացի 2022 թվականին կոնկրետ երկու պայմաններ, չէ՞, երկու ավելի շուտ հարցի շուրջ համաձայնության եկան երրորդ երկրների քաղաքացիների համար եւ դրանք տարիներով չեն իրականանում։ Հենց դա եմ ասածս հենց դրա շուրջ է վերաբերվում։ Տեսեք, եթե դա իրականանար, ես դա կհամարեի որպես արդյունք եւ դրա հետ կապված որոշակի դիտարկումներ կանեի, բայց եթե դա անգամ տեղի չունեցել, ուրեմն այդ գործընթացը դեռևս մենք չենք հասել, տեսեք, մենք դեռ հայ-թուրքական հարաբերությունների բուն գործընթացին չենք հասել։ Ճիշտ է, քննարկում են օրինակ երկաթուղու հետ, ոնց Հայաստանը ոնց է ապաշրջափակվելու, ոնց են սահմանները, ոնց է լինելու, ժառանգությունը պարզախորհրդային Հայաստանի, բայց Կարսի պայմանագիրն է վերահաստատվում, օրինակ ինձ որպես մասնագետի ամենահետաքրքիր հարցերից մեկը դա է, վերահաստատվում է Կարսի պայմանագիրը, թե նոր պայմանագիրը հռետորաբանության փոփոխություն պետք էր, թե պետք չէ։ Ես կարծում եմ, տեսեք, հռետորաբանության նախ մենք այդ հարցի հետ կապված այնքան բաներ այսպես թույլ տվեցինք այս վերջին տասնամյակների ընթացքում, հռետորաբանության փոփոխությունը նաև կապված է մեր վիճակից, թե մենք ինչ վիճակի մեջ են գտնվում պատերազմից հետո, ըստ էության հնարավոր հարցերը, որոնք կարող են մեզ խոչընդոտել ինչ-որ գործընթացում, որպեսզի նրանք էլ չօգտագործեն մեր դեմ, փորձում ենք մի կողմ թողնել։ Կոնկրետ այս քայլն է ինձ մոտ իշխանությունների կողմից այդ տպավորությունն է թողնում, բայց դա փաստ չի, որ չի օգտագործվելու հետագայում, ասեմ, եթե
գործընթացը գնա արդեն կոնկրետ ինչը որ ես ասում էի, օրինակ գործնական փուլ մտնենք, գուցե ինչ-որ մի փուլում իրանք էլի օրինակ առաջ քաշեն պատմաբաների հանձնաժողովի հարցը, որը նույն բանն է։ Իսկ թեև այստեղ գիտեք կարելի է մի դիտարկում անել, օրինակ երբ որ մենք դարձրեցինք արտաքին քաղաքական գերակայություն, ստացանք Ցյուրիխյան արձանագրություններում պատմաբաների հանձնաժողով, որը մեզ համար շատ բացասական, ասենք մենք սակարկեցինք մի տեսակ այդ հարցը։ Հիմա եթե արտաքին քաղաքականության գերակայություն չենք դարձնում, եթե անգամ քննարկվում են պատմաբաների հանձնաժողով չպետք է լինի։ Եթե մենք աշխատենք, մենք դա մեր համար ավելի դաշտեր կբացի։ Ամեն ինչ կախված է մեր աշխատանքից։ Աշխատել ասելով ինչ նկատի ունեք։ Օրինակ մենք ինչ ենք անում, օրինակ աշխարհի մակարդակով։ Մենք ճիշտ է, շատ կարևոր է, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Բնականաբար ամենակարևոր հարցը սա է հանդիսանում։ Բայց իսկ ինչ վատ կլինի, որ աշխարհի օրինակ 100 երկիր ճանաչի։ Օրինակ այսօր քանի երկրում է ցեղասպանության հետ կապված ինչ որ մի միջոցառում, թեկուզ թող միայն նեղ հայոց ցեղասպանությունը չլինի, ընդհանրապես ցեղասպանությունների հետ կապված լինի հայոց ցեղասպանության համատեքստում։ Չէ՞ որ այսօր էլ են տեղ ունենում ցեղասպանության նման հանցագործություններ եւ հենց մեր ժողովրդի մակարդակով աշխատանք եք տեսնում, այդ դաշտը պետության մակարդակով եք տեսնում, թե քաղաքացիների, անհատների, ինչ որ խմբերի, կազմակերպությունների ինչ նկատի ունեք։ Այս պահին երբ որ մենք պատերազմում պարտվել ենք եւ ստեյության մեր հնարավորությունները ավելի սահմանափակել ենք, սա պետության գործը ես չեմ տեսնում այս պահին։ Իհարկե լավ կլիներ, որ պետությունը աներ, բայց եթե պետությունը այսպիսի իրավիճակում է, ուրեմն իրան պետք է օգնի մյուս հաստատությունները։ Բայց նույն 90-ականների, այսպես օրինակը դուք բերեցիք, պետության մակարդակով էր, չէ՞ արվում, առաջնահերթություն չէր դարձվել, բայց պետությունը օգնում էր այդ նույն համաժողովի եւ այլնի գաղափարախոսության, այսպես տարածմանը։ Չէ, մի շատ կարևոր տարբերություն կա։ Առաջին ղեկավարությունը հենց սկզբից հանդես եկավ այն դիրքից, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություն չի, հետեւաբար իրան ապահովեց։ Այսինքն մնացած ինչ անում է, դա արդեն մեր ինքնությունն է, մեր պատմությունն է, մենք դա մոռանալ չենք կարողանում։ Եվ սա ընկալելի է նաև թուրքերի կողմից։ Եվ հաշվի առնելով նաև նախորդիվ ձեր նշածը, դուք ինչ եք կարծում, այս պահին Թուրքիան ունի ցանկություն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես ավելի շուտ ցանկության տեսանկյունից չէի դիտարկի։ Կան որոշակի քննարկումներ, ավելի շատ մեծ քննարկումներ կան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Հետաքրքիր է, որ թուրքական հասարակության մեջ հնչում են հարցեր, որոնք նախկինում չեն եղել։ Օրինակ, ինչու է սահմանը շարունակում մնալ փակ, եթե մենք կոնկրետ առաջ էինք քաշում Լեռնային Ղարաբաղի հարցը, հիմա չկա, ինչու է սահմանը փակ։ Այսինքն սրանք քննարկումներ են, որոնք որ նախկինում չեն եղել։ Բայց միաժամանակ կա քաղաքական որոշման խնդիրը, որը այս պահին ես չեմ տեսնում, որ մենք Թուրքիան կոնկրետ գնում է այդ ուղղությամբ։ Այսինքն եթե ունենան քաղաքական որոշում կարգավորել հարաբերությունները, իրենք շատ արագ կգնան դրան, քանի որ չկա տարբեր պատճառներ կարելի է գտնել։ Նախապայման որպես այդպեսին չի դրվում, բայց կարծում եք, որ լռելյան նախապայմանը հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, հայ-թուրքական կարգավորումն է։ Դա լռելյան նախապայման չի, դա բացահայտ նախապայման է։ Այո, հայտարարվեց երկու կողմից, հատկապես թուրքական կողմից, որ նախապայման չկա, բայց դա լրիվ նախապայման է, երբ որ խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորեցին, եւ տեսեք, ես ինչ եմ ասում քաղաքական որոշման հետ կապված, որտեվ եթե կա քաղաքական որոշում, գոնե երկու կետերի համար կբացվի սահմանը, որը դեռ հայ-թուրքական սահմանի բացում չի։ Այսինքն սահմանափակ ինչ որ մի բան է ու դիվանագիտական հարաբերություն, բայց նույնիսկ դրան չեն գնում։ Այսինքն այս խնդիրը դեռ շարունակում է մնալ այն նույն քաղաքական որոշման մեջ, ինչը որ 93 թվականին իրանք կայացրել են 1993 եւ այս առումով դեռ փոփոխություն չկա, թերևս իմ կարծիքով առաջին խնդիրներից մեկը այն է, որ ուղղակի իրանց համար առաջնահերթություն չի այս հարցը։ Տիկին Մինասյան, վարչապետը այսօր ուղերձ հղեց, որտեղ նաև Ադրբեջանի հետ սահմանազատումը կապեց Եղեռնի ողբերգությունը վերապրելու հետ։ Ի վերջո Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, սահմանազատումը ձեր կարծիքով ինչու տեղ գտավ այդ ուղերձում։ Անկեղծ ասած անհասկանալի
մոտեցումը, որովհետև Հայաստանը այդ թվում նաև այս իշխանությունները հայտարարել են, որ եւ բազմիցս նշել են, ու կարծիքով ճիշտ են արել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործընթացը դրանք առանձին գործընթացներ են։ Իրենք ճիշտ է մեզ միասնական են ներկայացնում իրենց պահանջները, մեր նկատմամբ քաղաքականությունը միասնական համաձայնեցված քաղաքականություն է, բայց Հայաստանի դիրքորոշումն ու Հայաստանի քաղաքականությունը պետքա լինի այն, որ առանձին պետություն, որտեղ այնուամենայնիվ առանձին պետությունների հետ գործ ունենք։ Հիմա տեսեք, այդ մեջ բերումից ինձ մոտ տպավորություն ստացվեց, որ մենք ենք միացնում հիմա խնդիրը։ Չգիտեմ, այդ ինչ որ ենթատեքստը ինչ է, այսինքն եթե սահմանազատում չենք անում, ուրեմն հնարավոր է ինչ որ դեպքերի կրկնում, մի տեսակ անհասկանալի այս ենթատեքստը դնել ցեղասպանության ուղերձի մեջ։ Թուրքիայի հետ եթե լիներ, գուցե ինչ-որ առումով համաձայն էի, թեև սահմանները ակնհայտ պարզ կան, ուղղակի սահմանների իրավաբանական վերահաստատման հարցն է գնում։ Ուրիշ բան, եթե խաղաղության պետության կողմից, որտեղ հարյուրավոր պետություններ ճանաչել են։ Ես հենց ուղիղ Թուրքիա նկատի ունեմ, որ այստեղ խնդիրներ շատ պարզ է, գիտեք, Կարսի պայմանագիրն է վերահաստատվում, թե նոր պայմանագիր է կնքվում։ Այստեղ ինչ որ քննարկման, սահմանի փոփոխության, չգիտեմ, ինչ որ խնդիրներ չկա։ Այնպես որ երևի թե տեղին համեմատություն չի։ Եվ երկրորդը Հայաստանի ժողովուրդը ըստ էության հասարակությունը եւ նաեւ իշխանությունների դիրքորոշումը սահմանազատման հետ կապված շատ պարզ է։ Պարզ է, չէ, որ հայկական կողմը ուզում է այդ սահմանազատումը եւ ինչքան հնարավոր է շուտ, այնքան ավելի լավ։ Ադրբեջանը չի ուզում։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, հրավիրել էի զրույցի թուրքագետ Նելի Մինասյանի։